զգացնում է հոգին, սակայն այսօր շատերը կաշկանդվում են լիաթոք ծիծաղել ատամնաշարի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով։ Եվ այսօր թեմայի շուրջ կզրուցենք ատամնաբույժ Օֆելիա Ավագյանի հետ։ Բարև Օֆելիա, կարող ես ասել այսօր կառանձնացնենք երևի թե առավել տարածված խնդիրներից մեկը դա գնդաբորբն է։ Ինչ է գնդաբորբը եւ ինչու է այն առաջանում։ Գնդաբորբը դա լնդերի բորբոքումն է, որի արդյունքում լնդերը այտուցված են, արյունահոսում են եւ կարմրած են։ Լնդաբորբի առաջացման ամենատարածված խնդիրներից մեկը դա ատամնանստվածքն է, ատամների քարերը, ավտաբանական կծվածքը, սխալ դրած պլոմբաները, գործոն է նաև համակարգային հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ավիտամինոզը, հերպեսը եւ այլն։ Եվ իսկ ինչ խորհուրդ կտաք բացի այն, որ պետք է դիմել ատամնաբույժի։ Բացի դրանից կան նաև դեղաբույսերով բուժում, դա երիցուկի տերևներն են, երիսպակն է եւ կաղնու տերևները, որով թուրմ են պատրաստում եւ ողողումներ են անում տանը։ Եվ ուրեմն եղեսպակը նույնիքը շալֆե է, որը կարող եք գնել նաև դեղատներից եւ տան պայմաններում պատրաստել թուրմ, որով կարող եք ողողել վերանը։ Եվ այսպես մենք այսօր կպատրաստենք Օֆելիայի հետ, մենք ունենք եւ կաղնու եւ եղեսպակ եւ երիսուկ։ Թուրմ պատրաստելու համար մեզ պետք է 1 ճաշի գթար կաղնու կեղև, երիցուկ, 1 ճաշի գթար եւ 1 ճաշի գթար երեսպակ եւ 1 լիտր եռացրած ջուր։ Ավելացնենք ջուրը։ Եվ թողնում ենք, որպեսզի թուրմը թրմվի 1-2 ժամ։ Այնուհետև խառնում ենք մեր պատրաստած թուրմը եւ թափում ենք։ Ծածկում ենք, 1-2 ժամ թողնում ենք, որպեսզի թրմվի եւ ողողումներ ենք անում։ Եվ հաջորդ խնդիրը կարծում եմ, որ առավել շատ են դիմում ատամնաբույժներին, դա ատամնապուտն է եւ ինչու է այն առաջանում առհասարակ։ Ատամնապուտը կալցիի պակասի հետևանք է, բերանի խոռոչի հիմնականում դա բերանի խոռոչի վատ հիգիենան է։ Իսկ այսինքն երբ թե ոչ թե վատ հիգիենան, այլ չեն շատերը անգամ չգիտեն ինչպես ճիշտ մաքրել ատամները։ Կարծում եմ այսօր Օֆելիա դու կօգնես մեզ այդ հարցում, բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, ցույց կտանք, թե ինչպես ճիշտ պետք է մաքրել ատամները։ Վերցնում ենք խոզանակը եւ այսպես մաքրում ենք մեր ատամները։ Սա ծամիչ մակերեսն է։ Ծամիչ մակերեսը լավ մաքրելուց հետո անցնում ենք ներսի մակերեսը լեզվային կողմից։ Այնպիսի տպավորություն է, ոնց որ ավլում ենք մենք այսպես լավ բոլոր կողմերից։ Մնացորդներ չմնան։ Այսպես մաքրեցինք։ Հետո փակում ենք։ Նույնը կատարում ենք նաև վերին տնոտի վրա։ Այսպես մաքրեցինք ծամիչ մակերեսը, քմային մակերեսը, այսպես փակում ենք վերանը եւ պտտողական այնպիսի տպավորություն, ոնց որ շրջանակ ենք նկարում, այսպես բոլոր կողմերից այսպես մաքրեցինք մենք մեր վերանը։ Իսկ ճիշտ է, որ ասում են օրինակ 3 րոպե պետք է մաքրել։ Տևողությունը կապ ունի։ Տևողությունը կապ չունի, որպեսզի մաքուր լինի, ձեր բերանի խոռոչում այնպիսի տպավորություն պետք է լինի, որ ոնց որ հատ է, ոչինչ չի պահում ձեր մեզում, երբ որ անցկացնում եք ատամներով։ Մաքրելուց հետո վերցնում ենք հատուկ թելեր կան ատամների համար նախատեսված, վերցնում ենք այդ թելը, որպեսզի մաքրենք արդեն կոնտակտները ատամների, քանի որ խոզանակը չի կարող մտնել, այսպես վերցնում ենք կոնտակտներից մտցնում ենք եւ թելը անցկացնում ենք բոլոր ատամների կոնտակտների եւ վերջում կարող եք հասարակ սովորական ջրով բարձրացնել բերանի խոռոչը։ Շատ լավ, իսկ ինչ կասեք երեխաների դեպքում, քանի որ ավելի հաճախ են սկսում դիմել նման խնդրով նաև փոքր վաղ մանկական հասակում երեխաները։
Երեխաների համար կասեմ, որպեսզի հարգարժան մայրիկներ, երեխաներին խնդրում եմ քիչ տվեք քաղցր երեկոյան, քնելուց առաջ, քանի որ քաղցրը մնում է բերանի խոռոճում, ինչի պատճառով առաջանում է կայրես, կամ ատամները մաքրել անպայման քնելուց առաջ։ Նաև երեխաներին, որպեսզի խուսափենք այդ խնդրից, տվեք կաթնաշոր, որևէ մածունով կամ կիտրոնի նյութով խառնած, որպեսզի կալցին յուրացվի օրգանիզմի կողմից։ Եղավ, իսկ մաստակի օգտագործումը արդյոք փոխարինում է ատամի մածուկին։ Չի փոխարինում, բայց ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չանել։ Ճիշտ է օգտագործել մաստակը ուտելուց հետո։ Կա այդպիսի բնական միջոց, դա մեկ բաժակ ջրի մեջ լուծում եք, մեկ ճաշի գթալ խնձորի քացախը, մեկ թեյի գթալ մեղրը եւ ողողում եք բերանի խոռոճը ուտելուց հետո։ Ասեմ, որ քանի որ սա բնական միջոցներից է պատրաստված, կարող եք անընդհատ անել, ոչ մի վնաս չկա։ Եղավ, շնորհակալություն Օֆելիա հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ քո խորհուրդներին կհետևեք։ Այցելեք տնային առողջարանի կայքը և դուք տեղեկացված կլինեք առողջության ոլորտի նորություններին, հետաքրքիր մանրամասներ կապված գեղեցկության, առողջության, ճիշտ ապրելակերպի հետ։